Ժամկետային ցանկացած զինվոր ու սերժանտ բարեխիղճ ու անվերապահ ծառայության համար հրամանատարի թույլտվությամբ կարող է ազատ արձակվել գնդի տեղակայման վայրից, եթե իհարկե չի ստացել հերթական արձակումից զրկում կարգապահական տույժը։ Սա ըստ հրամանատարության լավագույն միջոցն է զինծառայողին խրախուսելու, հնարավորություն ընձեռելու մի քանի ժամ անցկасնել ընտանիքի կամ ընկերների հետ։ Ծառայությունս 3 ամիսների ընթացքում ես արդեն հասցրել եմ ուսումնասիրել, տիրապետել այս տեխնիկային եւ դիպուկ կրակ վարել այս համալիրով։ Գևորգ Գևորգյանը հակատանկային մասնագետների պատրաստության դպրոցի կուրսանտներից է։ Ձմռանը բանակ զորակոչված երիտասարդը գերազանց ծառայության եւ օրինակելի կարգապահության համար մի քանի անգամ արդեն հասցրել է ազատ արձակման թույլտվությամբ տուն գնալ։ Անակնկալ հերթական խրախուսումը ստացավ մեր նկարահանման օրը։ Բարի ճանապարհ, շնորհակալություն ծառայության համար։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Տուն գնալուց առաջ կուրսանտ Գևորգյանն անկեղծանում է բանակում ամենադժվար հաղթահարելին ընտանիքի հանդեպ կարոտն է։ Իսկ օրենքի ընձեռած այս հնարավորության շնորհիվ զինվորները հաղթահարում են դժվարությունն ու պատվով կատարում իրենց առաքելությունը։ Օգնում է հաղթահարել կարոտը ընտանիքի հանդեպ ու ավելի լուրջ տրամադրվել ծառայության մեջ, ավելի թեթև է լինում ծառայությունը։ Իսկ ինչ ես կարծում, ով է քեզ ավելի շատ կարոտել։ Իմ փոքր եղբայր ունեմ եւ միանշանակ մայրս։ Գևորգյայից անակնկալ է լինելու նաև ընտանիքի համար։ Հայրը, մայրը, պապն ու եղբայրները նրան ընձեռված խրախուսանքի մասին չգիտեն։ Նրանք Գևորգին չեն սպասում։ Եվս մի քանի րոպե եւ ահա, զինվորն այն փողոցում է, որտեղ աշխատում է մայրը։ Իսկ քիչ հեռու հայրական տունն է։ Ու քանի դեռ մտածում էինք, թե ինչպես կազմակերպել նրանց հանդիպումը, Գևորգի մայրը հեռվից հեռու նկատեց որդուն։ Ստացվեց անակնկալը։ Ես սուրպրիզակ են այմ տղեն, հլա։ Այս երազը։ Շատ անսպասելի էր իրականում, այն որ ընկերուհիս չլիներ, դուրս էլ չէին գալու, բայց որ մոտեցավ, հասկացա, որ հաստատ Գևն է։ Ինչ ասեմ, շատ հուզված եմ, շատ հաճելի էր ամեն դեպքում, որ երեխուդ տեսնում ես, չես սպասում, բայց ինչ-որտեղ ինքը հայտնում է տան։ Գևորգի մայրը երջանկության արդյունքները զսպել չի կարողանում։ Միաժամանակ վստահեցնում է, 3 որդիների լույս աշխարհ գալից էլ գիտակցել է, որ նրանց առաքելությունը նախ հայրենիքի սահմանները պաշտպանելն է, իսկ կարոտը կհաղթահարեն թեկուզ նման կարճ հանդիպումների շնորհիվ։ Հաշվի առնելով, որ բանակային կյանք ընդգրկվող տղան դեռևս դպրոց ավարտած պատանի է, ունի սկզբունքներ, պատկերացումներ եւ որոշակիորեն մտային դաշտում այլ են ընկալումները բանակային ծառայության վերաբերյալ, հետևաբար խրախուսելի է, որ լինեն արձակուրդներ զինվորի համար, հոգեբանական տոկունության առումով կարևորագույն գործոն կհանդիսանան վերադարձ նորից բանակ ռազմական ծառայություն շարունակելու առումով։ Բացի ազատ արձակման հնարավորությունից զինվորներն ունեն նաև արձակուրդի իրավունք։ Ըստ գործող կարգի 5 ամիս ծառայելուց հետո շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող տղաները կարող են տուն գնալ 10 օրյա, իսկ կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողները 15 օրյա ժամկետով, մինչև 2 օր էլ հատկացվում է զորամասից արձակուրդի անցկացման վայր մեկնելու եւ վերադառնալու համար։ Ընտանիքների համար եւս կարևոր նշանակություն ունեցող փաստ է այն առումով, որ ընտանիքը հոգեբանական ընճնշումից, անհանգստությունից եւ քիչ տեղեկացվածությունից դուրս է գալիս ու անմիջական շփման դաշտ է մտնում զինվորի հետ, որն օգնում է նաեւ ընտանիքին հոգեբանական, հուզական լարվածությունը մեղմել։ Զինծառայողների եւ նրանց ընտանիքների բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու նպատակով Պաշտպանության նախարարությունը մշակել է օրենքի նախագիծ, ըստ որի նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները։ Զինծառայողները լրացուցիչ 2 օրյա արձակուրդ կստանան նաեւ զինվորական երթում ընդունելուց անմիջապես հետո։ Օրենքի փոփոխությամբ նախատեսվում է շարքային կազմի համար 21 օր տևողությամբ հիմնական արձակուրդ, իսկ Պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում 30 օր տևողությամբ է նախատեսվում տրամադրել հիմնական արձակուրդը։
Արձակուրդների տրման ժամանակացույցը կազմելիս պատասխանատուները հաշվի են առնելու զորամասի մարտական պատրաստվածության ապահովման շահերն ու զինծառայողի բարեխիղճ ծառայությունը։ Հիմնական արձակուրդի առաջին մասը տրվելու է ծառայության 5 օրացույցային ամիսը լրանալուց հետո։ Հիմնական արձակուրդի օրերը ծառայության ընթացքում բաժանվելու են 3 հավասար մասերի, հանելով արձակուրդի վայր մեկնելու եւ այնտեղից վերադառնալու համար նախատեսված 2 օրացույցային օրերը։ Օրենքի նախագիծը դրվել էր հանրային քննարկման եւ քվեարկության հավանության արժանացել։ Առաջիկայում այն կքննարկվի նաեւ ազգային ժողովում։ Գերատեսչությունը վստահ է, եթե նախագիծն օրենքի ուժ ստանա, ավելի կարժևորվի զինվորական երթման արարողությունը, իսկ զինծառայությունը ավելի գրավիչ կդառնա։ Սա էլ իր հերթին կնպաստի բանակում կարգապահության ամրապնդմանը։ Տաթևիկ Աբրահամյան, Հայկ Չիլինգարյան, Զինուշ։